Պատերազմից 40 օր անց Վաշինգտոնը Թեհրանի հետ համաձայնության եկավ։ Տարածաշրջանում ուժերի հավասարակշռության փոփոխություններ են սպասվում, քաղաքագետների կանխատեսումները։ Լարվածության մեջ է ռուս-ուկրաինական ճակատը։ Մասնագետները նշում են, Իրանը ամերիկյան համաձայնության ֆոնին Մոսկվայի ուշադրությունը տեղափոխվում է հարավային Կովկաս։ Ալիևը ղազախական պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանային տրանսպորտային նախագծերը, ինչ է սպասվում Թրամփի ուղուն։ Հավելավճարների թեման շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում։ Ֆոնդի 80% ղեկավար պաշտոնյաներին, 20-ը ավելի ցածր աստիճանի պետծառայողներին, ինչ են առաջարկում մասնագետները։ Արտոնյալ պայմաններ ոսկեգործության և ադամանդագործության ոլորտներում, օրինագիծն առաջարկում է փոխել թանկարժեք քարերով պատրաստված արտադրանքի հարկման մեխանիզմը։ Բնակարանային հասանելիություն 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին, ինչու ծրագրում ներառված չեն 4 անչափահաս երեխա ունեցողները։ Բուժաշխատողները բողոքում են առողջության համընդհանուր ապահովագրության գործարկումից հետո աշխատավարձերը նվազել են, պատասխանատու գերատեսչությունը չի ընդունում մեղադրանքները։ Եվ ձերբակալվել են Պետգույքի կառավարման վարչության նախկին պետն ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարը։ Սկսում ենք ժամի գլխավոր թողարկումը, ես Ստեփան Համբարձումյանն եմ, բարև ձեզ։ Եվ այսպես 40 օր շարունակվող պատերազմից հետո Վաշինգտոնն այսօր առավոտյան համաձայնության եկավ Թեհրանի հետ, բանակցությունների հիմք ընդունելով Իսլամական Հանրապետության ներկայացրած 10 կետերը։ Փորձագետները կարծում են, որ եթե Միացյալ Նահանգները կատարեր Իրանի պահանջները, չափազանց ծանր դրության մեջ կհայտնվեր Իսրայելը։ Բանակցային այս պրոցեսն ընթացավ Պակիստանի միջնորդությամբ։ Ինչ ձեռքբերումներ եղան և ինչ փխրուն կետեր մնացին, Նաիրի Մուրադյանի ռեպորտաժը։ 40-օրյա պատերազմից հետո միայն կարելի ասել ԱՄՆ-ն նահանջեց։ Ոչ թե Թեհրանը ընդունեց նահանգների ներկայացրած առաջարկները, այլ հակառակը։ ԱՄՆ-ն համաձայնության եկավ ընդունելով Թեհրանի ներկայացրած 10 կետերը, որպես բանակցությունների հիմք։ Բանակցային գործընթացի միջնորդ պետություն է դարձել Պակիստանը։ Նախ Իրանը պահանջում է Միացյալ Նահանգների ոչ ագրեսիայի պարտավորություն։ Միացյալ Նահանգները, նրա դաշնակիցները հետագայում պետք է չհարձակվեն Իրանի դեմ, եւ ԱՄՆ-ն պետք է վստահելի երաշխիքներ տա Իրանին։ Վերլուծաբանների դիտարկմամբ բանակցային գործընթացի համար 2 շաբաթը բավականին կարճ ժամանակահատված է տարբեր հարցերում ընդհանուր հայտարարի գալու համար։ Բացի այդ, հնարավոր բանակցություններում կլինեն ուժեր, որոնք կաջակցեն ԱՄՆ-ի եւ Իրանի միջև խաղաղության հաստատմանը։ Կլինեն նաեւ ուժեր, որոնք կխանգարեն, այդ թվում նաեւ Իսրայելը։ Կա բարձր հավանականություն, որ օրինակ 2 շաբաթ հետո կամ նույնիսկ 2 շաբաթը չլրացած կարող են նորից ծավալվել ռազմական գործողություններ։ Իսրայելի համար էգզիստենցիալ վտանգ է, սպառնալիք է։ Դրա համար բարդ է պատկերացնել, որ իրենք այս տարբերակը կնախընտրեն կամ այդ պայմանները կյանքի կկոչեն։ Իրանի պահանջն է նաև շարունակել վերահսկողությունը Հորմուզի նեղուցի վրա։ ԱՄՆ-ն պետք է ընդունի Իրանի միջուկային հարստացման իրավունքները, ԱՄՆ-ն պետք է պաշտոնապես ճանաչի Իրանի ուրան հարստացնելու իրավունքը իր քաղաքացիական միջուկային ծրագրի համար։ Որպես հիշեցում, Իրանը գոնե թե վերջին 10-15 տարիների ընթացքում երբեք չի հայտարարել, որ ցանկանում է ունենալ միջուկային զենք։ Բանակցային գործընթացի կետերի մեջ մտնում են նաև ամերիկյան առաջնային եւ երկրորդային պատժամիջոցների վերացումը, պատերազմի վնասների համար փոխհատուցում, պատերազմի ամբողջական եւ մշտական ավարտ, այդ թվում Լիբանանում Հեզբոլլահի դեմ իսրայելական հարձակումների դադարեցում, Միացյալ Նահանգների մարտական ուժերի դուրսբերում տարածաշրջանից, ամերիկյան ռազմական ներկայության հեռացում Մերձավոր Արևելքի բազաներից։ Եթե ունեք իրենք հասնեն նրան, որ ամերիկյան ռազմաբազաները տարածաշրջանից դուրս բերվեն Մերձավոր Արևելքից, դա եւս մեծ վկայություն է լինելու նրան, որ Իրան Իսլամական Հանրապետությունը աշխարհաքաղաքական պատկեր է կարողանում փոխել։ Ինչպես կփոխվի ուժերի հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում, եթե պատկերացնենք, որ Իրանի, ԱՄՆ, իսրայելական տանդեմին ներկայացրած պահանջները իրագործվեն։ Թուրքիան կարողացավ, եթե ոչ միանշանակ շահող, ապա գոնե շահավետ դիրքերում գտնվել։ Իրենք ունեին հույս, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանը կլինի այն կենտրոնը, որի շնորհիվ իրենք կկարողանան ցամաքային օպերացիա իրականացնել ընդդեմ Իրանի։ Դա տեղի չունեցավ։ Ադրբեջանը քրիտիկական պահին չեկավ աջակցության Իսրայելին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Իր նշանակությունը նվազելու է։ Ռուսաստանի դեպքում ըստ քաղաքագետի հստակ է, բոլոր դեպքերում Ռուսաստանի եւ Իրանի շահերը տարածաշրջանում պետք է հաշվի առնվեն։ Երբ որ
փորձում են տարածաշրջանում հաստատված ստատուս քվոն փոփոխության ենթարկել առավել եւս այլ խաղացողների տարածաշրջան բերելով։ Իրանը դարձել է մեր տարածաշրջանում եւ մերձավոր արևելքում իրավիճակ փոխող պետություն։ Ըստ վերլուծաբանների դեռ վաղ է խոսելը, թե Իրանը կդառնա հեգեմոն պետություն։ Այդ երկիրը բազմաթիվ վնասներ է կրել եւ պետք է կարողանա համոզել կամ պարտադրել ԱՄՆ-ին փոխհատուցման հարցում։ Այնուամենայնիվ երկու շաբաթվա ընթացքում ինչ հանգուցալուծում էլ լինի, ԱՄՆ-Իրան բանակցային գործընթացում ակնհայտ է, որ Վաշինգտոնյան պայմանավորվածությունները թրիփի վերաբերյալ կյանքի չեն կոչվելու։ Այդ թրիփ նախագծի մասին երբ որ խոսում ենք, երևի արդեն կարելի է ասել RIP թրիփ։ Ըստ վերլուծաբանների, Իրանի հնարավոր շահեկան դիրքում կամ հաղթողի դերում հայտնվելը դժվար թե թույլ տա այդ երկրին ազդեցություն ունենալ օրինակ հայաստանյան ներքաղաքական իրավիճակի վրա։ Բանն այն է, որ Իրանը չունի ազդեցություն գործելու նմանատիպ ինստիտուտներ։ Այս ամենի ֆոնին ըստ քաղաքագիտական եւ փորձագիտական համայնքի լավ կլինի, որ Հայաստանը տարածաշրջանում դիրքավորվի Իրանին որպես հումանիտար աջակցություն տրամադրող երկիր։ The victory marked a major turning point in the Iran. Իրանի ժողովուրդը հավատում էր երկրի հաղթանակին կանգնած է պետության թիկունքին, չընկրկեց, թեկուզ եւ զոհվեցին երկրի տարբեր առաջնորդներ, հրամանատարներ։ Մի ամբողջ ժողովուրդ նույնիսկ պատրաստ էր զոհաբերվել ամուր կանգնելով ու պահելով Իրանի տարբեր հատվածները, քաղաքներն ու գյուղերը միմյանց կապող կենսական կամուրջները։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Ու թեպետ մերձավոր արևելյան խաղաղության մասին լուրերը կայծակի արագությամբ տարածվեցին աշխարհով մեկ, բայց ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ։ Երկշաբաթյա խաղաղության մասին լուրերը ամորֆ էին, այն փաստացի ժամեր էլ չտևեց։ Իրանի Լավան կղզում գտնվող նավթային օբյեկտների վրա ավիահարվածներից հետո Թեհրանը հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերով հարձակումներ է սկսել Քուվեյթի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների վրա, հաղորդում է պետական հեռուստատեսությունը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ գիշերը հարձակվել է Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հետ կապված էներգետիկ համալիրների եւ նավթի փոխադրման գծերի վրա։ Էմիրությունների հակաօդային պաշտպանությունը կրակ է բացել Իրանի հրթիռային հարվածի դեմ։ Քուվեյթը հայտարարել է, որ ժամեր շարունակ բախվել է իրանական հարձակումների ինտենսիվ ալիքի։ Հաղորդվել է, որ որոշ անօդաչու թռչող սարքեր թիրախավորել են կենսական նշանակություն ունեցող էլեկտրակայաններ եւ ջրի աղազերծման կայաններ, ինչպես նաև նավթային օբյեկտների ենթակառուցվածքներին պատճառելով մեծ վնաս։ Կարմիր խաչից էլ հայտնում են, որ Իսրայելը հրթիռային հարձակման է ենթարկել Բեյրութը, սպանվել է ավելի քան 80 քաղաքացի, եւս 200-ը վիրավորվել են։ Իրավիճակը կրիտիկական է, մենք անում ենք հնարավոր ամեն ինչ մարդկանց փրկելու համար, տեղեկացրել են Կարմիր խաչից ու հավելել, որ բոլոր հիվանդանոցներն անցել են աշխատանքի հատուկ ռեժիմի եւ հայտարարվել է դոնորական արյան շտաբ հավաքագրում։ Իսկ ԱՄՆ նախագահ Թրամփն այս տեղեկությունների ֆոնին հայտարարել է, թե Լիբանանը չի ներառվել հրադադարի համաձայնագրում։ Հեզբոլլահի պատճառով մենք Լիբանանը չներառեցինք հրադադարի համաձայնագրում եւ Իրանը գիտի դա, ասել է Թրամփը։ Խաղաղության բանակցությունների միջնորդ պետություն Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը կոչ է արել բոլոր կողմերին պահպանել համաձայնագրերը։ Հակամարտության գոտու մի քանի վայրերում գրանցվել են հրադադարի խախտումներ, որոնք խաթարում են խաղաղության գործընթացի ոգին։ Ես անկեղծորեն եւ անհապաղ կոչ եմ անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել եւ պահպանել համաձայնեցված երկշաբաթյա հրադադարը, որպեսզի դիվանագիտությունը կարողանա առաջատար դեր խաղալ հակամարտության խաղաղ կարգավորման գործում, հայտնել է Շարիֆը։ Լարվածության մեջ է նաև ռուս-ուկրաինական ճակատը։ Միացյալ Նահանգներն է Մոսկվային առաջարկել դադարեցնել էներգետիկ օբյեկտների թիրախավորումները։ Ռուսական կողմի դիրքորոշումը սակայն չի փոխվել, հակամարտության էջը կշրջվի միայն Դոնբասից ուկրաինական ուժերի դուրս գալուց հետո։ Փորձագետները նշում են, որ Ռուսաստանը կռվում էր նաև Ամերիկա-Իսրայելա-իրանական պատերազմում, սատարելով իր դաշնակից Իրանին, օրինակ հետախուզական տվյալներ տրամադրելով։ Մերձավոր արևելյան զարգացումների այս ֆոնին ինչ է սպասվում Հարավ-Կովկասի տարածաշրջանին, մասնագետներին լսել է Էդուարդ Պողոսյանը։ Ռուս-ուկրաինական ճակատում չի պարպվում լարվածությունը, թե այս, թե այն կողմից հարվածներն անընդհատ են։ Ուկրաինայի զինված ուժերից հայտնում են, թե ռուսական բանակի կարիքների համար օգտագործվող հերթական օբյեկտն են թիրախն առել ու հարված հասցրել Ուֆա քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանին։ Պատասխան հարվածը Ռուսաստանից չի ուշացել, Մոսկվայի զինված ուժերը զանգվածային գրոհի են անցել, անօդաչու թռչող սարքերն ու բալիստիկ հրթիռները գործի դնելով, նշանակետում բնակելի շենքերը։ Կիև, Խարկով, Խերսոն օդային տագնապի ազդանշանն է իջել այս շրջաններում։
Մերձավոր Արևելքի հարցերով զբաղված Վաշինգտոնը Ուկրաինայի մայրաքաղաքից Մոսկվա առաջարկ է հասցրել դադարեցնել էներգետիկ ենթակառուցվածքների թիրախավորումը։ Ռուսաստանը հրաժարվի այս մարտավարությունից, դարձյալ համարժեք արձագանքի կարժանանա Կիևից, ասել է Զելենսկին, եւ Մոսկվայից հենց ինքը բացասական պատասխան ստացել էներգետիկ հրադադար հաստատելու համար։ Դաշնության դիրքորոշումն անփոփոխ է, հակամարտության այս էջը կշրջեն միայն այն ժամանակ, երբ ուկրաինական ուժերը լքեն Դոնբասը։ Սա իսկապես կնպաստի քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով հակամարտության կարգավորման գործընթացին։ Դրա համար Զելենսկին պետք է ստանձնի քաղաքական պատասխանատվություն եւ ընդունի համապատասխան որոշումը։ Կարծում եմ, այստեղ վերջնաժամկետ չկա։ Սա պետք է արվի այսօր կամ ավելի լավ է երեկ արվեր։ Հատուկ ռազմական գործողությունները Մոսկվան շարունակելու է այնքան ժամանակ, որքան պետք լինի իրենց բոլոր նպատակներին հասնելու համար, նշել է Կրեմլի խոսնակը։ Եվ հիմա առայժմ պաշտոնական հայտարարությունների մակարդակով հանդարտվում է Մերձավոր Արևելքը, Իրանն ու Միացյալ Նահանգները հրադադարի համաձայնության են գնում, դադարեցնելով իրար թիրախավորող հրթիռային եւ ավիահարվածները, իսկ ըստ փորձագետների այս պատերազմում նաեւ Ռուսաստանն էր կռվում, հերվից գուցե մնալով նաեւ մարտադաշտի անվտանգ գոտում, բայց այստեղ էր իր դաշնակից Իրանի թիկունքին։ Ոչ բացեիպած օժանդակում եւ օգնում է իրանական կողմին, մասնավորապես հետախուզական տվյալներ տրամադրելով, այս մասով անմիջապես չթաթախվելով ռազմական գործողությունների մեջ, բայց այդուհանդերձ դա եւս մեկ ֆրոնտ է, որը Ռուսաստանի մասնակցությունը, այսպես ասած, ապահովում է եւ կենտրոնացած է նաեւ այդ կոնֆլիկտի վրա։ Հետևաբար երկու կոնֆլիկտի մեջ է այս պահին, խոսքը վերաբերում է ռուս-ուկրաինական եւ Մերձավոր Արևելքի, եւ բնականաբար, եթե այս կոնֆլիկտները հանգուցալուծվում են, ապա ամբողջ ուշադրությունը կենտրոնացում է ասեն տեղափոխվում է Հարավային Կովկաս։ Ավելի կոնկրետ, տարածաշրջանից հայ-ադրբեջանական բանակցություններն ամբողջությամբ դարձյալ կգրավեն ռուսական ուշադրությունը, մասնավորեցնում է փորձագետը։ Այստեղ այո, շատ լուրջ խնդիրներ են։ Վերջին մոսկովյան այցի շրջանակներում գիտենք, թե խոսակցությունը ինչ ընթացք ունեցավ, ինչից խոսեցին, բավականին սուր խոսակցություն եղավ, որը ընդհանրապես միջպետական հարաբերություններում եւ մասնավորապես հայ-ռուսական հարաբերություններում որպես այդպիսի նախադեպեր եւ արողակարգային չէր, բայց հասկանալի է, որ լարված իրավիճակ է, որովհետեւ երկուստեք հասկանում են, որ բավականին սուր ծայրեր կան, որ պետք է հարտեցվեն կամ հստակեցում մտնի միջպետական հարաբերությունները, նայած թե ինչպիսի դիրքորոշում ու ինչպիսի քաղաքական վարկագիծ է փորձում դրսևորել հիմա Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ուղիղ պայմանավորված է, թե Հայաստանի Հանրապետությունում հայ ժողովուրդը ում կնախընտրի։ Մեծ պատկերում մասնագետներն ասում են, ձևավորվում է ռեսուրսների եւ ուշադրության վերաբաշխման փուլ, որտեղ տարբեր ճակատներում զարգացումները փոխկապակցված են։ Այս համատեքստում, ըստ փորձագետների, Հարավային Կովկասը կարող է արագ վերադառնալ առաջնահերթությունների շարք, ուժերի նոր բալանսի ձևավորման գործընթացում վերագտնելով զգայունությունը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքու ժամանած ղազախական պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի, այդ թվում Թրամփի ուղու իրագործման, ինչպես նաև երրորդ երկրներում համատեղ ադրբեջանա-ղազախական ներդրումների հնարավորության հեռանկարները։ Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ Ղազախստանի արտգործնախարար Երմեկ Կոշերբաևի եւ տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևի հետ Ալիևի հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են այն դերակատարությունը, որն ունեն Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև Հայաստանի տարածքով անցնող TRIP նախագիծը տարածաշրջանային համագործակցության եւ տրանսպորտային կապերի տեսանկյունից։ Հայկական ընկերություններից պետական եկամուտների կոմիտեն բողոքներ չի ստացել իրենց արտադրանքը ռուսական շուկա արտահանելու խոչընդոտների վերաբերյալ։ Ռուսաստանի կողմից գոստ պահանջները պարբերաբար խստացվում եւ թուլացվում են, ասել է պետնախագահը։ Էդուարդ Հակոբյանը հայ բիզնեսմեններին առաջարկել է, որ իրենք հետևեն այդ պահանջներին։ Նա նաեւ ասել է, թե իրենք մաքսային հարցերի վերաբերյալ կապի մեջ են ռուս գործընկերների հետ, բայց հաշվի առնելով, որ խնդիրները վերաբերում են բուսասանիտարական կանոնակարգերին, համապատասխան մարմինները նույնպես պետք է արձագանքեն։ Երկու հիմնական խնդիր ենք օրինակ անցած տարի արձանագրել, լինում են դրվագներ, որ այդ ապրանքականակները չեն համապատասխանում այդ պահանջներին, լինում են դրվագներ, որ օրինակ ռուսական գործընկերների կողմից հարց է բարձրացվում, թե ինչու օրինակ չի նշվում կամ պատշաճ չի նշվում այն տնտեսվարողը, որին մատակարարվում է տվյալ ապրանքը։ Այս երկու խումբ խնդիրներն են, որպես այդպեսին սովորաբար օրակարգում։ Հիմա կարճատև դադար է, մնացեք մեզ հետ։
Հավելավճարների թեման շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում։ Ֆոնդի 80% ղեկավար պաշտոնյաներին, 20-ը ավելի ցածր աստիճանի պետծառայողներին, ինչ են առաջարկում մասնագետները։ Արտոնյալ պայմաններ ոսկեգործության եւ ադամանդագործության ոլորտներում օրինագիծն առաջարկում է փոխել թանկարժեք քարերով պատրաստված արտադրանքի հարկման մեխանիզմը։ Բնակարանային հասանելիություն 6 եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին, ինչու ծրագրում ներառված չեն 4 անչափահաս երեխա ունեցողները։ Դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը, շարունակենք։ Պետական պարգևավճարների ու հավելավճարների թեման հանրությունը շարունակում է ակտիվորեն շրջանառել։ Կառավարությունը հավելավճարների ֆոնդի 80%-ը հատկացնում է ղեկավար պաշտոնյաներին, մինչդեռ ցածր աստիճանի պետծառայողներին բաժին է ընկնում ֆոնդի միայն 20%-ը։ Մասնագետները աշխատանքի կատարման ծրագրերի անհրաժեշտության մասին են բարձրաձայնում, նշում, որ պետք է սահմանվի նվազագույն ու առավելագույն պլան եւ միայն սահմանված աշխատանքը գերազանցելու դեպքում պետք է աշխատողն ինչ-որ չափով հավելավճար ստանա։ Հայաստանում պետական համակարգում պարգևավճարների ֆոնդի միջոցները բաշխվել եւ բաշխվում են 80-20 սկզբունքով։ Այս տեղեկատվությունը սկսեց շրջանառվել նախորդ տարեվերջին, երբ պետական համակարգում բաշխվեցին պարգևավճարներ։ Թեման շրջանառվում է նաեւ այսօր, երբ պետծառայողներին բաշխվում են հավելավճարներ։ Որն է խնդիրը։ Հավելավճարների ֆոնդի 80%-ը ստանում են ղեկավար պաշտոնյաները։ Այն դեպքում, երբ սովորական պետծառայողներին բաժին է հասնում ֆոնդի 20%-ը, այսինքն 80%-ը պետհամակարգի փոքրամասնությանը, իսկ մեծամասնությանը 20%-ը։ Ինչպես է կառավարությունը բացատրում այս մաթեմատիկան։ Վարձատրության ճեղքը ավելի մեծ է մասնավորի հետ ավելի վերևի օղակներում, քան ավելի ներքևի օղակներում։ Եվ սա է եղել նպատակը, որպեսզի մենք կարողանանք մասնավոր հատվածից որակյալ մասնագետներ բերել եւ միևնույն ժամանակ որակյալ մասնագետների արտահոսքը դեպի մասնավոր հատված մի փոքր մեղմել, որը տեղի է ունենում այս միջին եւ բարձր օղակներում։ Հանրային քննարկումներում պարբերաբար ուշադրության կենտրոնում է հայտնվում մի խնդիր։ Պետական կառավարման մարմիններում աշխատող որոշ պաշտոնյաների պրոֆեսիոնալիզմին առնչվող հարցեր կան, եւ մեղմ ասած քիչ հավանական է, որ նման մասնագետներին մասնավոր հատվածում գրկաբաց սպասեն։ Կարճ ասած, նրանք մրցունակ մասնագետներ չեն։ Եթե իրականություն ենք վերադառնում, միանգամից արդեն հիասթափվում ենք, որովհետեւ շեֆերը բացարձակ ոչ մի բանից տեղեկություն չունեն։ Ստորին օղակը, որը տարիներ շարունակ աշխատանք է կատարել, իրականում շեֆերը փոխվում են հենց նույն կադրային բազայի հիման վրա, միշտ կարողանում են, այսպես ասած, տարեկան պլանը կատարել։ Շեֆերը գալիս են բարձր վարձատրվում, գնում են ստորին եւ միջին օղակները միշտ մնում են կոտրած դաշտակի առջև։ Տարիներ առաջ, երբ Հայաստանում գործի դրվեց պարգևավճարների համակարգը եւ տարբեր ղեկավար չինովնիկներ սկսեցին միլիոնավոր դրամների պարգևավճար ստանալ, հարց բարձրացվեց. իսկ ով եւ ինչպես է գնահատում Մատնաժանի այդ փողերին, թե ոչ։ Ինչու ինչ-որ վարչության գլխավոր մասնագետ, ում ուսերին է դրված ոլորտին առնչվող ահռելի ֆունկցիա, ստանում 40,000 դրամ հավելավճար, իսկ նրա ղեկավարը մի քանի 100,000։ Աշխատանքի արդյունավետության գործակից է սահմանվում, որ եթե պլան մաքսիմում, պլան մինիմումը ֆիքսում է, պլան մինիմումի կատարման ժամանակ ձեր աշխատավարձը արդեն պետական բյուջեով սահմանված է, օրինակ, պլանի գերակատարում 20%-ով, ապա աշխատավարձի բարձրացում կամ ֆիքսված գումար, կամ կարող է աշխատավարձի տոկոսային չափ լինել։ Մեկ այլ կարևոր խնդիր է ոլորտը։ Պետական համակարգի բոլոր ճյուղերը նույն կարևորությունը չունեն պետության աշխատանքի համար, այսինքն կան ոլորտներ, որտեղից օբյեկտիվ պատճառով դեպի մասնավոր կադրերի արտահոսքն ավելի մեծ է, քան մյուսներից։ Ամբողջ պետական ապարատին կամ նույնիսկ այդ թվում համայնքային տեղական ինքնակառավարման մարմինների պրիզմայից դիտարկում, դա աշխարհի ամենասխալ որոշումն է։ Այսինքն այստեղ չկա բյուջեի ծախսի արդյունավետության գնահատական, այստեղ չկա աշխատանքի արդյունավետության գնահատական։ Խնդիրն այն է, որ պետծառայողների գերակշիռ մասը, այսինքն հենց գետնի վրա գործանողները, ղեկավարության համեմատ միկրո հավելավճարների բաշխման հետևանքով պարզապես կարող են զրկվել նորմալ աշխատելու ցանկությունից։ Այսինքն կարող են մտածել, ղեկավարը ստացել է 600,000 դրամ հավելավճար, թող նա էլ գործը գլուխ բերի։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։ Արտոնյալ պայմաններ ոսկեգործության եւ ադամանդագործության ոլորտների ընկերությունների համար։ Խորհրդարանում այսօր քննարկվել է օրինագիծ, որով առաջարկվում է փոխել ոսկեայրերի եւ թանկարժեք քարերով պատրաստված արտադրանքի ավելացված արժեքի հարկման մեխանիզմը։ Ենթադրվում է, որ թանկարժեք զարդեր արտադրողների համար ավելացված արժեքի հարկը կհաշվարկվի ոչ թե ամբողջ վաճառքի գնից, այլ միայն աշխատանքի եւ շահույթի։ Այսինքն հարկվելու է բացառապես նոր ստեղծված արժեքը առանց հումքի արժեքը ներառելու։ Թանկարժեք զարդեր
վաճառողների դեպքում ավելացված արժեքի հարկի հաշվարկի բազա է համարվելու վաճառքի եւ արտադրողին վճարված գնի տարբերությունը։ Հեղինակների խոսքով այս փոփոխությունը նպատակ ունի վերացնել անհավասար մրցակցությունը եւ խթանել ոլորտի զարգացումը։ Ոսկյա զարդը, որը պատրաստելու համար ծախսվել է 100,000 դրամ։ Եվ այդ 100,000 դրամի մեջ մտնում են թե ոսկին, թե թանկարժեք քարերը։ Եվ այդ ոսկյա զարդը վաճառվում է, ենթադրենք 150,000 դրամով։ Հիմա մեր ներկայիս կարգավորումներով այդ 150,000 դրամի վրա մի հատ պետք է 20% ավելացված արժեքի հարկ գումարել եւ 150,000 դրամը կդառնա 180,000 դրամ։ Հիմա այս կարգավորումով 30,000 դրամ ավելացված արժեքի հարկի փոխարեն 10,000 դրամ է լինում։ Այժմ բազմազավակ ընտանիքների բնակապահովման խնդիրների մասին։ Պատասխանատու գերատեսչությունն առաջարկում է 6 եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին ապահովել բնակարանային հասանելիությամբ։ Հանրությանը սակայն հետաքրքրում է, թե ինչու ծրագրում ներառված չեն այն ընտանիքները, որտեղ կան օրինակ 4 անչափահասներ։ Մասնագետների կարծիքով պետությունը հաշվի առել, որ 6 եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքներն ավելի քիչ են մեր երկրում։ Նշում են, քանի որ շատ հաճախ առաջարկվող ստանդարտները բարդ են լինում քաղաքացիների համար, մարդիկ չեն կարողանում մասնակցել ու օգտվել առաջարկվող բարեփոխումներից։ Բազմազավակ ընտանիքները մնում են սոցիալապես խոցելի խմբերից մեկը։ Առավել զգայուն խնդիրներից է նրանց բնակարանային ապահովվածությունը։ Նման ընտանիքները մեծամասամբ բնակվում են սահմանափակ տարածքներում կամ չունեն սեփական բնակարան, ինչը ըստ մասնագետների կարող է ազդել երեխաների կենսապայմանների, կրթության եւ ընդհանուր զարգացման վրա։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը առաջարկում է 6 եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության նախագիծ, որի հիմնական նպատակը ըստ պաշտոնական հիմնավորումների բազմազավակ ընտանիքներին բնակարանային հասանելիության ապահովումն է։ Իհարկե կան նաև շատ նախապայմաններ, ոչ բոլորին սա հասանելի կլինի։ Մենք կապելու ենք այս համակարգը ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարման հետ, որպեսզի օգտվեն միայն իրոք կարիք ունեցող ընտանիքները։ Մեկ երեխայի հաշվարկով պլանավորում ենք տալ 4 միլիոն դրամ տուն գնելու կամ կառուցելու Երևանից դուրս մարզային բնակավայրերում։ Թեև առաջարկվող ծրագրով նշում են, որ 643 ընտանիքների կենսապայմանները պետք է բարելավվեն եւ միաժամանակ հայտնում են, որ նախագծի ընդունման կապակցությամբ առաջիկա 10 տարիներին պետական բյուջեից պահանջվելու է առավելագույնը 31.9 միլիարդ դրամ, սակայն հանրությանը հետաքրքրում է, թե ինչու այն ընտանիքները, որտեղ կան 4 անչափահաս երեխա, ներառված չեն նոր կարգավորման մեջ։ Մասնագետների կարծիքով մշակման փուլում հաշվի են առել, որ քանակային առումով 6 եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները ավելի քիչ են համեմատած 4 անչափահաս երեխա ունեցողների։ Ըստ բյուջեի բաշխման, այսինքն հնարավորությունների սահմանների, կարծում եմ, որ միտումը նրանում է կայանում, որ ավելի քիչ ընտանիքներ դրանից օգտվեն աջակցության ծրագրից։ Նպատակը իհարկե խնայողությունն է։ Կառավարության աջակցության ծրագրերը ինքնին, դրանք ոչ թե այսպես պարտադրանքով կարող են ընդունվել, այլ դա կառավարության հայեցողությունն է, հատկացնում է որոշակի բյուջե եւ չափորոշիչները որոշում է ըստ տվյալ բյուջեի։ Նախագծով սահմանված են նաեւ աջակցության ամբողջությամբ դադարեցման կարգերը։ Օրինակ, եթե ընտանիքի տվյալ պահին անչափահաս առնվազն 2 անդամները նույն օրացուցային տարվա ընթացքում 183 եւ ավելի օր գտնվում են Հայաստանի սահմաններից դուրս, բացառությամբ ուսումնական առողջապահական նպատակով, ինչպես նաև այն դեպքում, երբ նվազագույնը 2 անչափահաս անդամները գույքը ձեռք բերելուց առնվազն 1 տարի անց չեն հաճախում տվյալ համայնքում գործող դպրոցներից կամ մանկապարտեզներից որևէ մեկը, ընդ որում նրանցից յուրաքանչյուրը առնվազն 3 տարի պետք է հաճախի համայնքում գործող դպրոց կամ մանկապարտեզ։ Փաստաբանների կարծիքով այսպիսի չափորոշիչները նրա համար են, որ ծնողները երեխաների խնամքով զբաղվեն լրջագույնս։ Ցավոք սրտի նման դեպքեր կան, որ ծնողները փաստացի երեխաներին չեն խնամում, ընդունենք հաստատքներով ունեն շատ երեխաներ, մինչդեռ երեխաները տատիկ-պապիկների մոտ են կամ խնամքի հաստատություններում են, նման չափորոշիչներով փորձում են բացառել իրավիճակներ, երբ որ անձը դիմի իր տարածքային սոցիալ-ծառայություն հաշվառվի որպես աջակցություն ստացող եւ ստանա, մինչդեռ փաստացի ընդունենք 6 երեխայից մի քանիսին կամ գուցե նաեւ բոլոր երեխաներին ինքը չխնամի եւ գումարը ծախսի իր անձնական կարիքների վրա։ Մասնագետների գնահատմամբ ստանդարտ
վճարները հիմնականում բարդ են լինում քաղաքացիների համար եւ դրա պատճառով շատերը պարզապես չեն կարողանում մասնակցել եւ օգտվել բարեփոխումներից։ Ասում են, որ նախագիծը նպատակ է հետապնդում նաեւ մարզերում գույքի ձեռքբերմանն ու բնակեցմանը, քանի որ սահմանվում է, եթե ընտանիքը նախապատվությունը տալիս է գյուղական բնակավայրին, ապա տրամադրելու են հավելյալ 4 միլիոն դրամ։ Փորձագետները կարևորում են, որ ոլորտում պարբերաբար կատարվեն մոնիթորինգներ ծնողների եւ երեխաների կենցաղին հետևելու համար։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Եվս մեկ դադար, մնացեք մեզ հետ։ Բուժաշխատողները բողոքում են առողջության համընդհանուր ապահովագրության գործարկումից հետո աշխատավարձերը նվազել են, պատասխանատու գերատեսչությունը չի ընդունում մեղադրանքները։ Եվ ձերբակալվել են Պետգույքի կառավարման վարչության նախկին պետն ու աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարարը։ Առաջիկա օրերին գտնվելու ենք ցուրտ ճակատի կենտրոնում, ավելին քիչ ուշ։ Ժամի գլխավոր թողարկումն է, շարունակենք։ Բուժաշխատողներն են բողոքում առողջության համընդհանուր ապահովագրության առաջացրած խնդիրներից։ Ասում են, որ համակարգի գործարկումից հետո իրենց աշխատանքը շատացել է, աշխատավարձն էլ նվազել։ Առողջապահության նախարարությունը սակայն չի ընդունում իրեն ուղղված մեղադրանքները։ Իրականում խնդիրն այն է, որ նեղ մասնագիտացմամբ բուժաշխատողներն այլևս ֆիքսված գումար չեն ստանալու։ Աշխատավարձը ձևավորվելու է միայն իրենց իրականացրած խորհրդատվությունների հիման վրա։ Առողջության պարտադիր ապահովագրության խնդիրները մտել են ազգային ժողով, երկու ընդդիմադիր պատգամավորները հարցն ուղղել են առողջապահության փոխնախարարին, թե իրենց հետ զրուցած պոլիկլինիկայի բժիշկներից մեկն ասել է, որ այս տարի իր խորհրդատվությունների համար չի վարձատրվել, իսկ մյուսի աշխատավարձը նվազել է։ Սակայն ընդդիմադիր պատգամավորների այս օրինակը փոխնախարար Նանուշյանը տարօրինակ է որակել, նշելով, թե նրանք ընտրողաբար չեն մտել այն բժիշկների սենյակները, որոնց աշխատավարձը բարձրացել է։ Իմ համար ճիշտն ասած շատ տարօրինակ է, թե դուք ոնց եք հաջողացրել մտնել այնպիսի երկու սենյակ ընտրանքային եղանակով, որտեղ որ աշխատավարձերի նվազեցում է գրանցվել։ Այնինչ առողջապահության ոլորտի մասնագետները կամ հենց իրենք բժիշկները առողջության պարտադիր ապահովագրության ներդրումից հետո բողոքի ակցիաներ էին անում։ Տարբեր հարթակներում աղաղակում են, որ գործը շատ է, բայց աշխատավարձները նվազել են, ինչը փաստորեն չի ընդունում առողջապահության նախարարությունը։ Բնականաբար Տիկին Նանուշյանը չի ընդունելու, որովհետև դա իր շահերից բացարձակապես չի բխում, որտեղ դա փաստում է, որ այսքան ժամանակ բուժաշխատողները, ովքեր որ բարձրաձայնում են այդ խնդիրը, իրենք ճիշտ էին, իսկ Տիկին Նանուշյանը եւ առողջապահության նախարարը ստում էին ժողովրդին։ Բնական է, նա չի ընդունելու։ Սակայն ընդունի Նանուշյանը, թե չընդունի Նանուշյանը, մոտավորապես 2-3 շաբաթ առաջ առողջապահության նախարարը ինքը իր հարցազրույցի ընթացքում ասաց, որ այո, կան մասնագետներ, որոնց հետ կապված ունեն խնդիր։ Մինչև ապահովագրության ներդրումը բժիշկները ունեին հաստատագրված աշխատավարձ, ասում է առողջապահության կազմակերպիչն ու հավելում, վճարվում էին ըստ իրենց պոլիկլինիկային կցագրված մարդկանց քանակի, այսինքն անկախ այն բանից, թե այդ մարդիկ կգային բժշկի, թե ոչ, միևնույն է յուրաքանչյուր ամիս ստանում էին հաստատագրված գումար։ Սակայն ապահովագրության ներդրումից հետո պետությունն ասում է, որ թերապևտներն ու մանկաբույժները ստանում են եւ այդ հաստատագրված գումարը եւ վարձատրվելու են խորհրդատվության համար, իսկ նեղ մասնագետները այլևս այդ հաստատագրված գումարները ըստ իրենց կցագրված բնակչության քանակի չեն ստանալու եւ իրենց աշխատավարձը պետք է ձևավորեն խորհրդատվություններով, իսկ յուրաքանչյուր խորհրդատվության համար փոխհատուցվում է 6000 դրամ, իսկ պարզապես այցի համար 3000 դրամ։ Խնձորով բացատրեմ, ինչպես է այդ փոխհատուցումը կատարվում։ Սա 6000 դրամն է։ Սա որ փոխհատուցում է պետությունը բուժհիմնարկին, այստեղից այսենց կտրվում է ու մոտավորապես այս 6000 դրամից այսքանը տրվում է բժիշկին, այսքանը մնում է բուժհիմնարկությանը, ծախսերը հոգալու, ադմինիստրատիվ ծախսերը հոգալու, կոմունալ վճարները հոգալու եւ այլն եւ այլն։ Առողջապահության նախարարը պնդում է, թե առողջության ապահովագրության համակարգի համար ներդրված բյուջեն ավելացել է, ինչը նշանակում է, որ ավելացել են նաեւ աշխատավարձները։ Ամիսների ընթացքում ենք բավականաչափ մեծ ծավալի բյուջե ենք փոխհատուցել պոլիկլինիկաներին, ամբուլատորիաներին իրենց կատարված աշխատանքի համար, հիմա որ բյուջեն ավելացել է, այդ բյուջեից մեջ աշխատավարձն ավելացել։ Իսկ առողջապահական համընդհանուր ապահովագրության հիմնադրամից այսօր չպատասխանեցին այս հակասական իրավիճակի պարզաբանման ուղղված ժամը լրատվականի հարցերին։ Քնարիկ Պետրոսյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։
Այսօր խոշոր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Վանաձոր Սպիտակ ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրի հատվածում բախվել են DAF մակնիշի բեռնատարն ու VAZ-21014-ը։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ վթարի հետևանքով 2 մարդ տեղում մահացել է, եւս 2-ը տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասել են, որ մահացածները պաշտպանության նախարարության զինծառայողներ են եւ գուցե դրա համար էր, որ նրանց մարմինները տեղափոխելու համար դեպքի վայր էին ժամանել պաշտպանության նախարարության շտապօգնության համար օգտագործվող ուազները։ Քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել են Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը։ Իդեպ քիչ առաջ հայտնի դարձավ, որ Արման Սահակյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ փողերի լվացման հոդվածներով։ Սահակյանի փաստաբանը հայտնել է միայն, որ գործը 10 տարվա վաղեմություն ունի։ Նաիրի Մուրադյանն է մեկտեղել օրվա կարևոր թեմաները։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալն ու Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպանը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում իրականացվող ծրագրերը։ Անդրադարձել են հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածի շինարարությանը։ Նշվել է, որ գործընթացն ակտիվ է։ Փոխնախարար Ղալեչյանն ընդգծել է, որ ծրագրում գործադրված ջանքերի եւ իրանական ընկերության ակտիվ աշխատանքի շնորհիվ շինաշխատանքները հնարավոր կլինի ավարտել նախատեսված ժամկետներում 2027 թվականին։ Կառավարությունն առաջարկում է վերանայել հարկերից խուսափելու հանցավոր արարքների դեպքում քրեական պատասխանատվության չափային շեմը։ Քրեական օրենսգրքով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու խոշոր չափ է համարվում 10 միլիոն դրամը, իսկ առանձնապես խոշոր չափը 20 միլիոն դրամը գերազանցող գումարը։ Նախագծով առաջարկվում է վերանայել այդ շեմերը։ Այսպես, խոշոր չափ է համարվում 1 հարկային տարվա ընթացքում 30 միլիոն դրամը գերազանցող հարկերի, տուրքերի կամ այլ վճարների գումարը, իրար հաջորդող 2 հարկային տարիների ընթացքում 45 միլիոն դրամը գերազանցող գումարը։ Առանձնապես խոշոր չափը կհամարվի 1 հարկային տարվա ընթացքում 50 միլիոն դրամը, իսկ իրար հաջորդող 2 տարիների ընթացքում 75 միլիոն դրամը գերազանցող հարկերի, տուրքերի կամ այլ վճարների գումարը։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի խումբ անձին, այդ թվում պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Արման Սահակյանը եւ այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է նաեւ Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանին։ Հայաստան դաշինքը ներկայացրել է նախընտրական ծրագրի սոցիալ-տնտեսական բաժինը, որով նախատեսվում է նվազագույն աշխատավարձը հավասարեցնել նվազագույն սպառողական զամբյուղին եւ իրականացնել ինդեքսավորում։ Բացի այդ, դաշինքը նախատեսում է հիմնական կենսաթոշակը բարձրացնել առնվազն 50%-ով եւ ինդեքսավորել։ Միայնակ տարեցների, ծայրահեղ աղքատների եւ բազմազավակ ընտանիքների համար զմռան ամիսներին կվճարվեն գազի եւ էլեկտրաէներգիայի ծախսերը, կվերանայվի էլեկտրաէներգիայի սակագինը, կնվազեցվի գույքահարկը եւ կչեղարկվի համատարած հայտարարագրումը։ Արքա համակարգից տեղեկացնում են, որ այսօր 5-ից 6:30-ի ժամանակահատվածում իրականացվել են համակարգի պլանային թարմացման աշխատանքներ, անվտանգության մակարդակի բարձրացման եւ համակարգի արդյունավետ աշխատանքի ապահովման նպատակով։ Արդյունքում ժամը 7:30-ից 9:15-ի ժամանակահատվածում քարտերի հավաստագրման համակարգում դիտարկվել են որոշակի խափանումներ, ինչի հետևանքով առանձին գործարքներ կարող էին չհավաստագրվել։ Ըստ հաղորդագրության համակարգի աշխատանքը լիովին վերականգնված է։ Ցուցադրաբար անտեսելով իրավական նորմերը, BMW-ի վարորդը դրիֆտ էր կատարել մայրաքաղաքի Ուլնեցու եւ Պարուի Սևակի փողոցների խաչմերուկում։ Պարեկները ավտոմեքենան հայտնաբերել եւ տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։ Դրիֆտը կատարել է Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի բնակիչ 27-ամյա մի երիտասարդ։ Հուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Եվ եղանակի մասին կներկայացնի Լիլի Հովերը։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է գերմանական Վայլենդ ապրանքանիշը, իր որակյալ և գերխնայող գազի կաթսաներով, դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Վայլենդ ձեր բնակարանի կայուն եղանակը, Մետեոաշխարհ նախ Հայաստան, մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի ցուրտ ճակատի կենտրոնում, սպասվում են տեղումներ լեռնային գոտիներում ձյուն, առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4-ից 6-ի,
Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 1-ից 6 աստիճան։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում սպասվում է 8-ից 14, Լոռիում 3-ից 6, Տավուշում 6-ից 9 աստիճան, Արարատում, Արմավիրում կդիտվի 13-ից 15, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 15-ից 18, Սյունիքի նախալեռներում 6-ից 9 աստիճան։ Երևանում օրը կանցնի տեղումներով։ Այս գիշեր սպասվում է 9-ից 11, ցերեկը 11-ից 13, երեկոյան 9-ից 11 աստիճան։ Եվ վերջում տեղեկացնեմ, որ մեր այս թողարկումից հետո Արմենիայի եթերում ընտրության ժամն է։ Այսօրվա հյուրը Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Հույդա Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանն է։ Այսքանը ժամի գլխավոր թողարկումն էր, շնորհակալություն, որ մեզ հետ էիք, հաճելի երեկո։